их налиты кровью. Горе свое не прячу. Մի անգամ էլ բալուս բոլորին։ Փորձեմ մեսեջով խոսամ, որը իր շնորհիվ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ ու իր աջակիցների հագա։ Մարդիկ դաժե չեն կարող օգնել էջը սպասվի։ Տենամ կստացվի խոսելը, թե չէ։ Արտյոմ Վիրաբյան, ԿՊ-ի զնակը էջի դրա ճպցրած, հեռու չեթաս։ Էդ որ Արիանա Հովսեփյանի էջում բան է իրանում։ Իրավական դաշտով սպորվել է իր հետս, հեռու չեթաս, արիլը։ Դու նես մտածում էիր նենց բանա գանգուր բեղերով, խուճուճ մազերով օգտատերը, հա։ Քեզ հարցատվե, սպասմա դու իրավական գնահատական տաս, որպես խոռոպ, 25+ կարալի եթերի մեջ։ Ունես քո մոմենտով մտքերդ շարադրեցիր, չէ։ Արտյոմ ինչաներ Վիրաբյան, հա։ Այդ թրաշը տնչի էիր պահե, Արտյոմ Վիրաբյան։ Կանացի ուղղահայաց ջպիտ ես լիզեմ մեկ-մեկ։ Դու խաբար չես, որ ես քեզ սարքում եմ միջգալակտիկական ագարկա, հա։ Հերթով, շարքով կարգով։ Նախ առանց քֆուր, առանց հայհոյանք, հա։ Կներեք ծխելով ինչպես միշտ պետք է խոսամ։ Առանց քֆուր, առանց հայհոյանք, ուզում եմ հարցնամ մեր ազգի որոշակի հատվածին, մեր ազգի, մեր ժողովրդի։ Հայեր ջան, տեսեք ջանով ուրբանով։ Խեմ ասեմ հայեր ջան, որտեվ համ ես, համ դուք կրում ենք յան ազգանունը։ Մենք պատկանում ենք հայկական էթնոսին։ Միտեղ ի ուրախություն բոլորիս, իմ համար շատ պարագաներում ցավոք սրտի։ Այսօր Նիկոլ Փաշինյանի դատական համակարգը 2 տարի կալանքի ուղարկեց Միքայել Սրբազան Աջապահյանին։ Ես եկեղեցականների ու եկեղեցու այն տարբերությունը, որը կա իմ համար, մի քանի անգամ դրա մասին խոսացել եմ։ Այսինքն, մի անգամ եւս նշեմ որպես նախաբան։ Ես կարամ իմ էությամբ, իմ տեսակով, իմ մարդ լինելով հանդերձ, իմ հայ լինելով հանդերձ, չսիրեմ շատ ու շատ հոգևորականների, անձնապես, չսիրեմ, չհամակրեմ, չընդունեմ իրանց արած որոշակի քայլերը, ճիշտ է։ Ես դրա իրավունքն ունեմ։ Բայց ես պիտի, եթե ունեմ մի փոքր ենթագիտակցական մակարդակ, պիտի հասկանամ, որ այսօր ես եթե աշխարհին ներկայանում եմ որպես հայ, դա ոչ թե մասամբ, այլ մեծամասամբ հայ առաքելական սուրբ եկեղեցու շնորհիվ է, որը միշտ չի, որ այսքան խեղճացած վիճակում է եղել։ Տարբեր լրատվամիջոցներ, ովքեր ընկած են PR-ի հետևից, այսօր կիսվում էին այն տեսանյութով, որտեղ դատավորը կարդաց մեղադրականը դատարանի դատավճիռը եւ Միքայել Աջապահյանին ուղարկեց 2 տարի կալանքի։ Լավ, շատ ու շատ հայեր, հազարներով, եթե ոչ միլիոններով, հասկանում են, որ Նիկոլը բռնել է բռնապետի ուղին, բռնապետ։ Այսինքն ինքը ներքուստ հասկանալով, որ իր սեռը պետք է փոխվի, անպայման, դա անպայման պայման է։ Ես շատ շուտ ասել եմ, որ մի իշխանությունը, ով կհաջորդի Նիկոլ Փաշինյանին ու կասի Փաշինյանին չենք դատում, ես այդ իշխանության լավը քունելու եմ տեղում։ Եթե կենթանի լեմ այդ վաղ, գլուխս կերած չլնեն, խոսքի ունենք որպես տարբերակ։ Կամ Սադախլուով Հայաստան եկած չլնեն։ Խոսքի ունենք։ Ուրիշ անձնագրով պլաստիկ վիրահատությունից հետո արդեն փողն տվել եմ, պետք է անեմ։ Կատակ եմ անում, ես պլաստիկ վիրահատության ենթակա մարդ չեմ, ոչ էլ դրա միտն ունեմ, շատ մի ոգևորվեք։ Լրատվականները կիսվեցին Աջապահյանի գործով, չէ, որ դատվեց։ 2 տարի։ Հայեր ջան, ուզում եմ հասկանամ ձեր սրտիկ, հա, լայք, կապույտ, մեկ էլ խնդալու, սմայլիկ դնելու իմաստը։
Տեսեք, չեմ ուզում վիրավորեմ ոչ մեկիդ, որովհետև ձեր մի մասը, գիտեք չեմ վիրավորում, որովհետև այդ լայքեր դնողի մի մասը, հա, ասենք, եթե բաժանենք 4-5 հատվածների, այդ լայքեր, սրտիկներ կամ ծիծաղի սմայլիկ դնողներ, մի մասը ներքուստ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, դա առաջին մասն է մեր հանրության, բայց ինքը չի ուզում ինքը իրան պրիզնատ գա, որ ինքը խաբված է, խաբվել է եւ 2018-ին եւ 2021-ին ձայն տալով Նիկոլ Փաշինյանին, դա առաջին հատվածն է, այսինքն դուք չեք ուզում պրիզնատ գաք ինքներդ ձեզ, ինչ չէ, որ դուք խաբնվել եք, դրա համար մտնում սրտիկ եք շռայլում, երկրորդ մասը, ով լծված է հայի հանդեպ, հայի, չգիտեմ էլի, ոչ թե պայքարող տեսակի, այլ ճիշտ խոսացող հայի հանդեպ ատելությամբ, զզվանքով, ով ուղղակի չի սիրում այն ամենը, ինչ հայկական է, այդ հիման վրա է մտնում լայքեր ու սրտիկներ շռայլում այդ ռեպորտաժների տակ, երրորդ մասը, մոլի նիկոլականներն են, ովքեր իրոք առանց գիտակցելու, որ Նիկոլը չունի ոչ մի սրբության սահման, սրբության գործոն, մասնիկ, անձնվիրաբար նվիրվել են Նիկոլին և, ոնց են ասում, պրիկազ не обсуждается, հա? Նիկոլը, եթե վաղն ասի, ես գալիս եմ այդ մարդկանց համար եմ ասեմ, երրորդ կոնտինգենտի, ես գալու եմ մտնեմ ձեր տուն, ձեր նավարին դոմփեմ, խոսքի օրինակ, ու տենց բանանի, երրորդ կոնտինգենտը, ովքեր առաջնորդվում են Նիկոլի ասածը բեկման ենթակաչի խոսույթով, կարգախոսով, իրանք կվրանք ասեն, Նիկոլը մեղավոր չի, մեր տնեցիք էին անբարոյական, դա երրորդ հատվածն է, դրա համար չեմ ուզում, ասենք վիրավորեմ ինչ անեմ, մի կարամ բերանաս, չգիտեմ, 35+-ի սահմանով բաց, բայց իմաստը որն է, այսինքն հայոյելով մեր իրականության մեջ բանա փոխվում, չէ, չորրորդ հատվածը բաղկացած է այն մարդկանցից, ովքեր իրոք քիչ թե շատ չհասկանալով հարցի բունեությունը, հավատում են մեր բոլոր իշխանամետ կամ ոչ իշխանամետ լրատվամիջոցների այն խոսույթին, որ Բագրատ եմ ասում, Միքայել Աջապահյանը էդի նախկինների դրածոն է ու ինքը թալանչի է ու ինքը պիտի դատվի։ Հեսա այդ բոլոր կոնտինգենտներին կպատասխանեն մեկ ընդհանուր թեմայի մեջ։ Չորրորդ մասը դրանք ուղղակի թուրքեր են, ովքեր կրում են յանազգանունը։ Եթե կմոռանամ, խնդրեմ իմ ընկերներից, ովքեր իրավունք ունեն այս լայվի ընթացքում կոմենտ գրել, եթե ասեմ մոռացա ինչ պետք է ասեմ, հիշեցնեք, որ խոսելու եմ Գյումրու մասին, բայց կաշխատեմ հիշեմ, չմոռանամ։ Դա մի հարց, բոլորին։ Դուք որ մտնում եք, լայք ու սրտիկ կամ խնդալու սմայլիկ եք դնում։ Դուք աշխարհին, որ ներկայանում եք, ասում եք, ես հայ եմ, հա? Հայերենով, ռուսերենով ասում եք, я армянин или я армянка։ Որպես ինչ եք ներկայանում։ Այսինքն որ ասում են, ասենք մեկին ասում ես, որ ասում է ինչ ազգ ես, հա? Ասում ես ես հայ եմ։ I am Armenian, խոսքի։ Էտա Անգլիա տեղ, Ամերիկա տեղ։ Այդ մարդը չի լսե հայ։ Տեսակ, ասում է, դու ինձ մի հատ կարաս ներկայանաս։ Հայը դա ինչ ազգ է, էլի, ինչ տեղ է զբաղացնում միջազգային պատմության մեջ, միջազգային, չգիտեմ, մշակութային ժառանգության մեջ, ինչ ազգի ներկայացուցիչ ես։ Դու ինչ ես սկսում ասել։ Հարգելի հայ, հարգելի եմ ասում, տեսեք։ Բայց ես այսքանով հանդերձ, որ հիմա խոսում եմ էթիկա եւ էսթետիկա այդ շրջանակներում, ես վստահ եմ, էլի կլինեն մարդիկ, որ իմ ասածը թարս կհասկանան։ Կմտնենք ասեն դու չես սիրում Նիկոլին, մեզ էլ քֆուր է իրանում։ Բայց չէ, հիմա ես խոսում եմ դրական, կուլտուրական, էթիկա ես, բայց մարդկանց մեջ, քանի որ նստած է աբիժնիկի տեսակը, այդ մարդիկ, ովքեր YouTube-ում գրում են, սրան մի հավատացեք, էսի էժան պրովոկատոր, ես եմ պրովոկատոր, հա, բա որ պրովոկացիան եմ եւ ինչ որ մի անկոտրելի հատված տեղավորեմ քո նավարի բերանի մեջ։ Քո դուրը կգա,
կոմենտ գրող, շեղվեմ թեմայից, շեղվեմ այսինքն։ Դուք աշխարհին ո՞նց եք ներկայանում, որպես հայ։ Ձեզանից շատերն ասում են, ես այն պետության, այն ազգի ներկայացուցիչն եմ, ով ամբողջ աշխարհով մեկ առաջին ընդունել է քրիստոնեությունը, ճիշտ է։ Ճիշտ է։ Մարդիկ սկսում են մտաբերել, բացում են OK Google։ Google-ն ասում է, հա, իրոք, հայերը առաջին ընդունել են քրիստոնեությունը։ Կամ ասում ես, ես այն ազգի այն էթնոսի ներկայացուցիչն եմ, ով աշխարհազորով, հոգևորականներով, լինելով մի քանի անգամ թվականակով քիչ, իր կրոնի համար պատերազմել է պարսկական զորքի դեմ, ովքեր եւ քանակով են շատ եղել եւ փղերով, եսիմինչերով ուզեցել են մեզ կրոնա փոխանել։ Աշխարհն ասում է, այդ աշխարհի շատ ու շատ ազգեր, ովքեր լսում են քո պատմությունը, ասում են, հա իրոք հարգանքի արժանի ազգ է։ Եթե ինքը պայքարել է ինքը իր տեսակի, իր կրոնի համար մանավանդ։ Հնի գան կրոնի կոմպոնենտին, մի քիչ մանրամասն է սոլ էլի։ Ինչ է նշանակում կրոն։ Ես վստահ եմ, մեր ազգի 70%-ը չի հասկանում ինչ է նշանակում հոգևոր սնունդ։ Մարդկանց, որ ասում ես հոգևոր, իրանք հասկանում են հոգևորական, ոչ։ Դուք որ գնում եք, ասում եմ, այդ լայք, սրտիկ, խնդալու սմայլիկ, դնող մարդկանց քանի տոկոսն ընդհանրապես իր գիտակցական կյանքի ընթացքում մտե եկեղեցի։ Շատերը, չէ։ Մոմ եք վառե, չէ։ Երեխա եք կնքե, չէ։ Ամուսնության պսակ ու ծես եք արե եկեղեցով, չէ։ Այդքանով հանդերձ դուք չեք գնացե ընդունելու եկեղեցու ինչ որ մի ծես, քանի որ դուք ընդունել կամ չեք ընդունել տվյալ եկեղեցու եկեղեցականին կամ եկեղեցական սպասավորին։ Դուք գնացել եք որպես հայ, որպես քրիստոնյա, ճիշտ է։ Բայց մեր ազգի 60%-ը, երբ որ մենք ասում ենք մեզ էս բոզի տղեն, ում անուն ազգանունն է Նիկոլ Փաշինյան, փորձում է կտրի մեր հոգևոր արմատներից, արժեքներից։ Մարդիկ չհասկանալով ինչի մասին ենք խոսում, ես, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, Բարխուդարը, ասում են դու մտե պաշտպանում ես Եսիմինչ Սրբազանին, որը բանի հանցագործ է, ոնց որ գրել էր Վիգեն, ինչ է դրա անունը։ Հեսա կնայեմ կոմենտների մեջ չէ, սկրին եմ արը պահել եմ, հեսա կնայեմ։ Մի հատ ԿՊ-ական ճնջուլի աղվամաս։ ԿՊ-ի լոգոն էլ խփած, նկար ունի ում հետ Տիգրան Մանսուրյանի, ով գրկել էր ում Նիկոլ Փաշինյան եւ արտասվում էր։ Տիգրան Մանսուրյան, ծսցնեմ քու տեսակ հային։ Էս էլ ասեմ, մեծանուն կոմպոզիտոր է։ Հետո գլուխ գովալու տեղ կլինի։ Կասեմ ես կոմպոզիտոր եմ ծսցրել օնլայն։ Ահա։ Ասել եմ 25+։ Եթե մենք շատ մարդիկ, ովքեր ուղղակի համաձայն չեն ներկա մեր իրականության մեջ տիրող անարդարությունից, խոսում են, քննադատում են քվուրով, կուլտուրական, էթիկա, էսթետիկայով կամ մեկ այլ ձևաչափով, դուք մտածում եք մենք պաշտպանում ենք եկեղեցականներին, ոչ։ Տվյալ պարագայում ես պաշտպանում եմ Միքայել Աջապահյանին։ Ես ցինիկ չէ որ ասեմ, չէ, ես հիմա խոսում եմ հոգևորի մասին, ես խոսում եմ հոգևորի մասին միաժամանակ, բայց եթե մենք խոսում ենք հոգևոր սնունդից, հոգևոր կենսակերպից, հոգևոր, չգիտեմ, արժեքներից, հայր ջան, հələ պատկերացեք, մենք ազգ ենք, մենք ցեղախումբ ենք, էթնոս ենք, հա, ցեղախումբ չէ, եթե մենք չունենանք հոգևոր արժեքներ, կնմանվենք ցեղախմբի, քոչվոր տեսակի, որոնք կան Արազի ափից այն կողմ, բայց այդ երկրում, որին մենք ամեն անգամ ասել ենք քոչվոր ցեղատեսակ, պատմական ժառանգություն չունեք, այդ երկրում եթե բարձրաստիճան մոլլա դատեն, ժողովուրդը լապատկով, գերանդով, զենքով, իրանց խեռն ու եսիմինչը ցցած, կմտնեն այդ դատարանի դահլիճ, այդ դատավորի չէ, հրաման տվողի, ով ասելա դատեք ես հոգևորականի, լավը կքունենք պրեն արևին, ով ուզում անդելներ, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալի, ով ուզում ալներ, որտև ժողովրդին փորձելու են ժողովրդի մեջի այդ
հոգևոր սնունդը կապ չունի իսլամ թե քրիստոնեություն։ Մեր դեպքում ես խոսում եմ քրիստոնեությունից։ Փորձելու են աղավաղեն, պղծեն, պղտորեն։ Ու այդ պարագայում, երբ որ ես խոսում եմ, որ Միքայել Աջապահյանին դատելը դա ամենասրբապետ քայլերից մեկն է, որին գնաց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Մարդիկ ասում են Միքայել Աջապահյանը վատ տերտեր է։ Էսա, էնա, հոգևորը խառնելով մեր այսօրվա հոգևորականներից շատ ու շատերի հետ, որոնք միգուցե խախտելով աստվածաբանական, աստվածաշնչյան որոշակի կանոններ, չգիտեմ ինչեր, շեղվել են հոգևոր կյանքից ու արել են ինչ-որ գործողություններ, քայլեր, որոնք ավելի հարիր են աշխարհիկ մարդուն։ Բայց այդքանով հանդերձ մենք գնալով եկեղեցի, հարգելի հայեր, աշխարհասփյուր, Հայաստանաբնակ, այդ թվում նաև են մարդիկ, ովքեր լայք ու սրտիկ են շռայլել Միքայել Սրբազանին կալանավորելու նյութի տակ, որ լավ է լավ։ Դուք գնալով եկեղեցի, դուք ձեր աղոթն եք հղում առ Աստված, դուք չեք մտնում եկեղեցի Միքայել Սրբազանի համար, Բագրատ Սրբազանի համար, Գարեգին II կաթողիկոսի համար, Արշակ Սրբազանի համար, կամ մեկ այլ հոգևորականի համար։ Կասեք սխալ եմ ասում։ Ինքներդ ձեզ այդ հարցը տվեք։ Դուք գնալով եկեղեցի, կատարելով ինչ-որ եկեղեցական ծես, որպես հայ, որպես քրիստոնյա, դուք չեք մտնում, չէ, ինչ-որ հոգևորականի խաթր, չէ։ Դուք առաջնորդվում եք հային հատուկ քրիստոնյա արժեքներով։ Բա հիմա ինչի վրա եք ուրախացել, որ բարձրաստիճան հոգևորական 2 տարի տանում են կալանքի։ Հեսա դրա վերով էլի խոսամ։ Շատերը կասեն Միքայել Սրբազանն ով է, որ հիմի կալանավորին լավ արին։ Մի դրվագ երևի բերեմ։ Երբ որ տարիներ առաջ, ես չեմ հիշում այն վաղ Գյումրվա կամ Լեննագանի քաղաքապետը ով էր։ Երբ որ 102-րդ ռազմաբազայից, որը տեղակայված է Գյումրիում, հա, ռուսական ռազմաբազայից, ռուս զինվոր Պերմյակովը մի ողջ ընտանիք կրակեց սպանեց։ Միքայել Սրբազանը այն անհատականությունն էր, որը չթողեց, որ ժողովուրդը սամասուդ անի Պերմյակովին։ Հիմա շատերդ կասեք, այսինքն շատերը չէ, այն մասը, ովքեր չեն սիրում ընդհանրապես հասկանալ հարցի բունեությունը։ Կասեն, ահա, ռսի սապոկ լիզողը իմ հասցեին, մտել է ռսի պաշտպանին, յանի Պերմյակովին պաշտպանողին։ Գով քնանեմ, հələ սրան նայա պալիտ էլար։ Բայց ես ձեր հետ չեմ խորանա այդ թեմատիկայի մեջ, քանի որ դուք ուղղակի թոփալ եք, դուք հիվանդ եք, դուք ունեք հիվանդագին երևակայություն։ Դուք այդ հարցին նայեք մեկ այլ կոնտեքստի մեջ։ Ասենք, որպես տարբերակ, Միքայել Սրբազանը չեր ընկնում ժողովրդի առաջ, ասում է ժողովուրդ հանգստացեք, գնացեք տներով, սրան պետք է դատվի, եսի պետք է այդ հատ Ռուսաստան դատվի, ես դատվի, հայ ասպան է, բան չունեմ ասելու, հանցագործա։ Ինչ էր կատարվում, հա? Խոսքի օրինակ, օտար պետության ռազմաբազան, հա, օտար պետության, փաստացի Ռուսաստանը մեր համար դաշնակից երկիր է, բայց Հայաստանի պետության մաս չի, չէ՞ կազմում, գտնվում է Գյումրիում, այդ ռազմաբազայից ինչ-որ մի զինվոր մտել է հայ ընտանիքա գնդակահար է։ Որպես տարբերակ, գյումրեցիները մտան այդ Պերմյակովի սաղուսատկծը քունին փռին արևին։ Խոսքի օրինակ, մի հատ ռուս գեներալ կամ նույն ռազմաբազայի գեներալներից մեկը կայֆի տակ այդ վաղտ, այդ ամեն ինչը տեսնելով, որ Հայաստանում սպանեցին իրենց քաղաքացուն, իրա մեջ խոսում է իրա ազգասիրությունը, ոչ մեր, ու հրամանատալի տանգերով մտնել Լեննագան, ով դեմն ընկավ ճխլել անցնել։ Եղավ ազգամիջյան կոնֆլիկտ։ Հա? Քանի 100 հոգի կմահանար այդ վաղտ։ Խոսքի օրինակ։ Էլ եմ ասում, հրաման արձակվեր, գնացեք պաշտպանեք Պերմյակովին, ոնց կուզեք։ Մեր զինվորն է, սամասուդ իրավունք չունեն անեն։ Բայց այդքանով հանդերձ ասեմ, հայ ժողովուրդը, հայ ազգը բոլոր բարոյական իրավունքներն ուներ, այդ բոզի տեղում սատկցներ։ Տեղում։ Այդքանով հանդերձ։
որ հանգարց չասեք Ռուսաստան, ոնց որ մի քանի ուղիղ թոփալ են գրեմ, ասեմ Ռուսաստանի KGB ագենտները։ Ես եմ ագենտ, հա? Չուրինուս ծնեմ ձեր նավարին։ Ես եմ ագենտ, անչի որ փորձում եմ հայի մեր ազգային շահի տեսանկյունից խոսալ, ինչ որ բան բացատրել մեր ժողովրդին, իմ տեսակետը երբևիցե չպարտադրելով, որ որևիցե մեկը հալա յուղի պես ընդունի իմ տեսակետը։ Բայց քանի որ դուք ուղիղից թոփալ եք, պոռնիկի զավակներ, որոշակի առումով, ու որոշակի պոռնիկի զավակներ, մարդ կհասկանա, որ արա դե ասենք ինչքան էլ քֆուրտա չքֆուրտ չտա, մարդիկ գրում են YouTube-ի մեջ։ Ու իմ աշխատանքի արդյունքը այսի աշխատանքա, որը ես անում եմ իմ ներվերի, իմ առողջության հաշվին։ Առանց որ եւս մեկ անգամ բոլորին ցենց բացեբաց ասում եմ, առանց որևիցե մեկից մի կոպեկ փող ստանալու, այդ թվում նաեւ YouTube-ից։ Ես իմ աշխատանքի արդյունքները տենում եմ YouTube-ի կոմենտների մեջ։ Որ մարդիկ, ովքեր մինչև վերջերս Նիկոլեին հավատում, սկսել են հասկանալ Նիկոլի իշխանության պատուղները մեզ ուրա տանելու հասցնի։ Գրեմ են մարդիկ, կոմենտ են գրեմ։ Որտեվ շատերը անտեղյակ են ինչա կատարվում։ Բայց ես լինելով 3500 կիլոմետր հեռավորության վրա քիչ թե շատ տեղեկացված եմ։ Իսկ Հայաստանում ապրողներից շատերին դա ընդհանրապես հետաքրքիր չի։ Ու մեղադրելու էլ չի միտեղ։ Այն հատվածին, ով մտածում է, արա այ ախպեր, սաղել նույն բոզի տղեն են։ Ես այդ իմ գործին մի կտոր հաց աշխատեմ, բերեմ իմ երախուն պահեմ։ Առանց խորանալու են կոնտեքստի մեջ, որ հոգևորական բարձրաստիճան, ով ուղարկի ասելա պատերազմի օրերին ես կոչ եմ արել, ցիտատ է այսքան մասը։ Ռազմական հեղաշրջում անել, որպեսզի մենք փրկենք Արցախը։ Դրանից անցնում է 2 տարի նոր Նիկոլի իրավապահ համակարգը, որոշում է, որ Միքայել Սրբազանի բառամթերքի մեջ կա հանցակազմ։ Մի հոգի պոռնիկի տղա էլ, ոնց ես ապեր, եթե կնայես, ՔՊ-ի լոգոյով, հələ կներեք մի մոմենտ մտնեմ Facebook, կարող է Facebook-ից լայվը կդրվի, դրա անազգանունը նայեմ դուրս կամ էլի, կներեք մի վարքյան, հələ հիմա լեսի, հələ մի րոպե, Ռեսին զավերշիցա խփեմ, հələ մի րոպե էլի, հուսով եմ չանջտվավ, Արտյոմ Վիրաբյան, ուրեմ խոսում է ինչ-որ տեսանյութով վազմուշոննի, ջղայնացած Արիանա Հովսեփյանը, որ բերիք մեզ հասցրիք այսօրվան, կպտելով բոլորին, հա, Հայաստան դաշենք, պատիվ ունեմ, բայց մարդիկ շատ են ասում են, Արիանան Սերժի մարդնա, եթե Արիանան Սերժի մարդնա, ես ասում Արիանայի գովքը չեմ անելու, անչա կպնեմ պատիվ ունեմին, հե, ասում եմ, մեզ բերիք ազգովի հասցրիք այսօրվան, Արտյոմ Վիրաբյանը, ով ՔՊ-ի լոգոյով, մի հատ խեռա խոռոփա, Իսկ ցույց տա, որ այդ բոզ մտե կոմենտ ագրե բանից անտեղյակ լրագրողը Արիանայի հասցեին։ Տեղյակ չի, որ բոլոր ժամանակներում էլ քահանաներ են դատվել։ Ուրեմն լսի բոզից տղա, այդ որ կոմենտների մեջ քեզ որ հարց էի տալի, դու մտածում ես նրանց բմբուլով հնդիկ էի, հա? Հա? Ես քեզ երկրորդ կոմենտը գրի, չէ՞։ Դու դարար միջգալակտիկական պոռնո աստղ։ Այ ագարկա։ Կանացի ուղահայաց ժպիտ հոտոտողի թրաշով։ Թայրովի վարչական շրջանի ղեկավարն ով է։ Մե խռախոռոպ։ Այդ որ ասում ես հոգևորականներ են դատվում։ Տարբեր ժամանակներում քահանաներ։ Հələ մի հատ կնշես, այդ որ ժամանակաշրջանում են դատվել։ Խսահեմի վաղ, ապրես։ Բայց քո նման մանկահասակ բոզի տղեն, այ բոզիս տղա, ներողություն նայողներից, չի հասկանում, որ նույնիսկ ԽՍՀՄ իր ողջ այդ իրավապահ համակարգով չկարողացավ հայկական եկեղեցին փակել տա։ Նույնիսկ ԽՍՀՄ, նույնիսկ թուրքերը, ովքեր ասում են պիտի մնա աշխարհի երեսին մի հատ հայ, այն էլ թանգարանի համար, ովքեր 15 թվին ցեղասպանել 1,5 միլիոն հայ, չկարողացան հայկական եկեղեցիների դեմ իրանց պայքարը հաջողությամբ ավարտեին։
ու դու այդ ամեն ինչը մի կողմ դնելով մեծարգո բոզի տղա, մեծարգո բոզի տղա, ես վստահ եմ դու ես լայվը նայելու ես, ես քեզ խոսք տվի նոր մտա լայվ, ասեսա դու դառնաս միջ գալակտիկական պոռնիկ, դու մտել ես գրում ես բոլոր ժամանակներում քահանաներ են դատվել, ուզում ես ասես քո քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ստալինից ավելի խիստ ղեկավար է, Բրեժնևից, Խրուշչովից, հա, Թալյատ եւ Էնվեր Փաշաներից ավելի խիստ ղեկավար է, ով Նիկոլը, այդ խեռախորոփը, հա, անունն եմ մոռում, դրա անունը մտ գրեք, էլի չմտնեմ էլի նայեմ դուրս գամ, հլկանենք, մևարկյան, Վիրաբյան, ես քեզ ուղում եմ երկրորդ հարցը, ասում եմ, Արտյոմ Վիրաբյան, ինձ դնելով դեբիլի տեղ, մի հատ փորձեք ինձ լուսավորեք, էլի դες սիրում եմ ինձ դեբիլի տեղ մնել, ինձ մի հատ փորձեք լուսավորեք, էլի ինչ հանցակազմ կա, որ Միքայել Սրբազանին տանում են կալանքի, ինչ ես գրեմ ընդ է, հեղափոխության ռազմական հեղաշրջման փորձ արե, այդքան մասը այնքան հետարքիր է, նախ, եթե դու խոսում ես, ոնց էր գրի Արենայի հասեին, ես իմ ինչ անտեղյակ լրագրող, բոզի տղա, Փաշինյանը տով է իր էությամբ, դեղին մամուլի լրագրողի քաղաքական թիմի անդամ ես, չէ դու, Նիկոլը տով է, լրագրող չի, հələ Արյանան լրագրող է, բայց Նիկոլը ժուրնաշլուխ է, գոնե լրագրողներին մի գպի, հեմի, ինչ էի խոսում Արտյոմ Վիրաբյանի մասին, որ ընդ կոմենտների մեջ հարց եմ տվել, ասում եմ, մի հատ լուսավորեք էլի մեզ, քեզ էլ դուքով եմ դիմում, բոզի, տղա բոզի, մի հատ լուսավորեք էլի, ինչ հանցակազմ կա Միքայել Սրբազանի պարագայում, որ տանում են կալանքի 2 տարով, ինչ ես գրել, ռազմական հեղաշրջման փորձ, հեմի արի ես ու դու, պոռնիկի տղա, պոռնիկի բալա, մտովի վերադառնանք 18 թիվ, Նիկոլ Փաշինյանը, այդ գծագրած հեղափոխությունը որ արեց, էդի հեղափոխություն չէր, հա, որ խոսում ես ռազմական հեղաշրջման կոչերը արե, լսի, քո քաղաքական ղեկավարը պոռնիկի սերունդ, մի խումբ թրքածին պոռնիկի բալեքի հետ ջարդեց հանրային նշանակություն ունեցող հանրային այդ ռադիոյի դուռը մտան, հանրային ռադիոտուն մտան, դա հանցագործություն էր թե ոչ, հա բոզի տղա, դա իրավունք տալիս էր տվյալ իշխանության ղեկավարին նույնինքը Սերժ Ազատի Սարգսյանին, ասել ծծրեք, վլոբ կրակեք, քունեք լավները, մի հատ տանկ տուշեն ֆրծրեք ռադիոտան վրա, քունեք լավները, թող հենց տեղում մնան, բայց չարեց Սերժը, շատերը որ ասում են, այդ կոնտեքստի մեջ չեմ ուզում խորանամ, Նիկոլը, չէ, Սերժ Սարգսյանը պետք է Նիկոլին չթողեր այդքան թափ հավաքեր։ Այնց հետարքիր է, ես Սերժ Սարգսյանի դատապաշտպանը չեմ։ Ես միշտ ասել եմ, խոսացել եմ համեմատականի մեջ։ Սերժ Սարգսյանը, այն որ հիշում եք 18 թվի կադրերը, կալասկեքով երեխեքը մերները դեմները գցած էթում էին։ Հրաման բդիտար կրակեին այդ մերերի երեխեքի վրա, հա։ Բայց այն որ Սերժ Սարգսյանը կարար Նիկոլի դեմն առներ, դրա հետ ես սպորից չեմ անում։ Կարար։ Դրա մեջ ես վստահ եմ։ Կարար, ցանկության դեպքում կարար, բայց երևի ինչ-որ հանգամանքներից ելնելով շարեց, դրա մեջ չեմ խորանում։ Հիմա դու Արտյոմ Վիրաբյան, որ խոսում ես, հələ Միքայել Սրբազանն ասել է, ես կոչ եմ արել Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանին ռազմական հեղաշրջում անել, որ փրկենք Արցախը։ Փրկենք Արցախը։ Նպատակը ո՞րն է, փրկել Արցախը եւ Արցախահայությանը, որ չկոտորվեն։ Բա Նիկոլ Փաշինյանի հեղափոխության նպատակը ո՞րն էր, կասես մի հատ։ Հա? Օրինակ Միքայել Սրբազանի կոչի մեջ, որը քո ձևակերպմամբ ունի հանցակազմ։ Այդ կոնտեքստի մեջ ոչ մի հոգի չի դուժե, չէ՞։ Բացարձակ, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ում դիմել է Միքայել Աջապահյանը։ Չեն հելա իրանց փեշերը չեն քշտե, 1000 ներողություն այդ արտահայտության համար։ Փեշերը չեն քշտե, չեն գնացել ռազմական հեղափոխություն անելու։ Ասեմ ավելին, իրանք միջև հիմի ընդդիմություն են ազգային ժողովում։
այսինքն Միքայել Սրբազանի ասած ռազմական հեղաշրջման խոսքը, միտքը, գաղափարախոսությունը ոչ նյութական, ոչ բարոյական, ոչ մարմնական, ոչ մի վնաս չի տվել հայ ժողովրդին, հայ քաղաքացուն, հայոց երկրին, հայոց պետականությանը։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմի գանք Նիկոլ Փաշինյանի պարագային, Պոռնիկից տղա, Արտյոմ Վիրաբյան։ Բա դու գիտեր այդ էժանը սպրծնելու կոմենտ գրելով։ Չէ, քո վրա շատ չեմ խորանալ, համբերի։ Նիկոլ Փաշինյանը, որ հեղափոխություն արեց իբր, ճենջը, բնդած ձեռով, սրդիկ նկարած, մոնթեր պատկերում, բոզիս տղեն։ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության արդյունքում մենք ինչ ունեցանք ազգովի։ Ես քեզ հարց եմ տվել, նույն կոմենտների մեջ Արիանա Հովսեփյանի էջում, ասում եմ, քո քաղաքական ղեկավարը, այդ հարցը տենց եմ ձևակերպել կոմենտի մեջ, որին դու չպատասխանեցիր, բոզիս լակոտ։ Ասում եմ, քո քաղաքական ղեկավարը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ 91 թվին Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանյան իշխանությունները Արցախը դեռևս այն ժամանակ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Հիմի հարց. գալով իշխանության, բերվելով իշխանության 18 թվին, 18-ից մինչև 20 թիվը, ինչ բարոյական, իրավական նորմերով էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում զորակոչ, ստորագրում զորակոչի հրամանը, հա, ու զորակոչված, բանակ զորակոչված տղաների մի մասին ուղարկում Արցախ, դրա մեջ հանցակազմ կա թե չէ, ընչի լեզուտ փաթնկավ, ընչի լեզուտ, սենց ծալիր կողիր ворդ փախար կոմենտների մեջից, հա Արտյոմ Վիրաբյան, հա, տես հլը ես քո նավարին չեմ կպնեմ, բայց արդեն հանել եմ, նկարներ, կնգատեջի սկրինը, երեխեքիդն է, բայց ես չեմ կպնի քո երեխեքին, քո երեխեքը մեղավոր չեն, որ քո նման խեռախոռոփ հեր ունեն, հասկանում ես ինչ եմ ասում, այ ճնճղուկի աղվամաս, ցալքի շրջանի, դու ուղղակի շատ մանրապճեղ ես, բոզի տղա, հեսա քո էջի սկրինշոթը գցեմ Facebook, թո ժողովուրդը մտնել լցեն կերածիդ մեջ, այդպես դուք երևացեք, մի քանի տեղ երևացեք, ես ձեզ սարքեմ հանրաճանաչ, որ հաջորդ անգամ ֆեստիվալ կազմակերպելու դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայաստան չհրավիրի Ջենիֆեր Լոպեսի տեղը կարած գաս քո որոն ժխշելով երկես դու։ Հասկացանք իրար, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի արած հեղափոխությունը, Արտյոմ, արա դրա ազգանը մոռում եմ, այդ որփևայրու։ Դեմքին նայում եմ, ասում լավ ես, ղախպեն ընդհանրապես մի անգամ գոնե իր շենքից իջե, հելելա հայատ։ Գոնե մութ վաղտ էլի։ Թե վազելով ա գնացել խանութ եկև, որ հանգարց քուչի տղեկը չասեն, արա այ պորչ հլը մոտիկ արի։ Մնձրված մի հատ բատանիկի դեմքով, մի հատ ագարձյոն։ Նիկոլ Փաշինյանը արած հեղափոխությունը օգուտ տվեց Հայաստանին, թե վնաս։ Արտյոմ, արա դրա ազգումն եմ մոռում, կանեք հլը ժողովուրդ։ Արտյոմ Վիրաբյան, մոռում եմ, հիշողության կորուստ ունեմ։ Արտյոմ Վիրաբյան, ՔՊ-ի լոգոն քո էջում ճպցրած։ Ռուսերեն տաղրատեսակով, մարդիկ, եթե շատ հետարքիր է կարող մտնեն հմի նային դրա էջը։ Կամ Արիանայի էջի կոմենտների տակ։ Նիկոլ Փաշինյանի արած հեղափոխությունը ինչ տվեց Հայաստանին դրական եւ բացասական առումներով։ Կասես մի հատ խեռախոռոփ։ Հա? Նիկոլ Փաշինյանի արած հեղափոխությունը մեզ բերեց առաջին Արցախի կորուստ, երկրորդ Արցախի հայաթափում, 5-6 հազար տարվա պատմություն ունեցող Արցախի մշակութային կոթողների սրբապղծություն եւ ապականում, ճիշտ է, 120-ից 150 հազար գաղթական, ովքեր որ չենթարկվեն ցեղասպանության, թողին Արցախը դուրս եկան, հավատալով քաղաքական ղեկավարությանը իրանց։ 9 ամիս մատնվելով սովի։ Այդ 9 ամսվա ընթացքում Պոռնիկից տղա, ՔՊ-ի լոգոն խփած, Արտյոմիկ, քո քաղաքական ղեկավարը ոչ մի քայլ չձեռնարկեց, որ այդ բանը Լաչինի միջանցքը բացվի, ուտելիք մտնի Արցախ։ Ու այդ Լաչինի միջանցքը փակվեց
Այն հայտարարությունից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում գնաց ստորագրեց Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրա մասին խոսա։ Էլ ինչ շահեց Հայաստանը։ Խոսում ենք լավից ու վատից։ Հա՞։ Քո քաղաքական ղեկավարը մեր հոգևորականների հանդեպ սկսեց տանել ինչ-որ տերոր։ Օրինակ, Սրբազան գնա քերուտ կնգան դոմփի։ Հիմա օրինակ որ քեզ Արտյոմ, եսի Միչյան, ազգանոտ բորնում եմ։ Քեզ որ խոսքի օրինակ ներողություն նայում ես, ասեմ ես ու հերդ քունենք մերդ։ Քո դուրը կգա։ Չէ։ Բայց կարող է նաև դուրդ գա, որտեվ դու պատկանում ես քո քաղաքական ղեկավարը սրբապից բոզի տղա է։ Դու որպես հայ քրիստոնյա եկեղեցի մտած կաս, հա? Եկեղեցու հայաթում նկար ունեիր երեխեքիդ հետ։ Դու որ եկեղեցի էիր մտնում, գալիս էիր քո քաղաքական ղեկավարին ասում էիր, պարոն Փաշինյան, կամ քո ֆրակցիայի թևին, չի գալի տես բաներ գրել, աշխարհը նայում է քո Facebook-յանը, ջխի չէիր ասում որ։ Ես հավես չունեմ քո նման բոզի տողու մասին երկար խոսամ։ Այս լայվի հիմնական թեմաներից մեկը հիմիկ խոսամ ու երևի վերջ։ Ու մեր ազգի մի մաս են, որ լայք, սրտիկ, խնդալու սմայլի կա դնեմ։ Պատկերացրեք մի պահ, որ մենք պատկանում ենք հայ առաքելական ուղղափառ եկեղեցու գծին, հա, կա կաթոլիկ եկեղեցի։ Վատիկանում։ Որտեղ տիրում է պոռնո, հունգարական, գերմանական, բայց եկեք պատկերացնենք, որ Վատիկանում կարդինալներից մեկին ուղարկում են կալանքի 2 տարով։ Ինչի համար։ Որ կարդինալը ուղղակի միտքը արտահայտե։ Ինչ կաներ ողջ կաթոլիկ աշխարհը այդ քաղաքական ղեկավարության նկատմամբ։ Իրանց այն կարմիր շորերը կհանեին վերև։ Իրանց բամբազե եւ թելե կարմիր տրուսիկները ասես ճտցնելով, մեջ ռագատկի քար դնելով, այդ քաղաքական ղեկավարի լավը գքունեին։ Մեր եկեղեցին բավարարվում է հայտարարություններ անելով, որ ինքը հետամուտ պիտի լինի։ Արամ առաջի կաթողիկոս։ Ուր ես։ Գիլիկո հայ թեմի առաջնորդ։ Ուր ես։ Հա՞։ Չէ՞ որ դու մեր հոգևոր կենտրոններից մեկի առաջնորդն ես։ Գիլիկո հայ թեմի առաջնորդ, ճիշտ է, ճիշտ է։ Դու ո՞նց ես նայում այն ամենին, որ արժանապատիվ սրբազան են ձերբակալում։ Քո համար it's okay, հա? Բախի okay, հա? Ես չեմ հասկանում, ինչ է կատարվում մեր հոգևորականներից շատերի հետ։ Ախր ես ճանաչում եմ շատերին։ Իրանք իրանց տեսակով ոչ թե Նիկոլի ասած դուխով տեսակն են, իրանք հայ տեսակ են։ Ինչ է կատարվում մեր ազգի հետ, մեր ժողովրդի հետ։ Խենք սենց խեղճցե։ Խենք սենց համակերպվես պոռնիկի տղու օրակարգի հետ։ Օտար ուժերը չեն թողում խոսակ, Արամ առաջին։ Որ օտար ուժերը։ Հա՞։ Թուրքիայի նախագահան։ Հա՞։ Պոլսի քաղաքապետը։ Բա ազգանունդ երբ ես փոխում։ Օղլի չես ուզում դնես։ Հիմի շատերը կասեն Արամ առաջի կաթողիկոսին ես վիրավորում։ Ես չեմ վիրավորում, ինքը իրան է վիրավորում, իր լռությամբ։ Ով ոսկուզի թող ասկնա, իմ մար ոչ տակա ոչ սառը։ Այսօր պետք է հնչեն եկեղեցու զանգերը, հանրապետությունով մեկ։ Ինչպես նաև Երուսաղեմի թեմի այդ եկեղեցու զանգերը, Պոլսո պատրիարքարանի զանգերը։ Ոչ թե լիներ ղողանջ պայքարի, այլ ժողովուրդ իզեն։ Ժողովուրդ ոտքի, ազգ ոտքի։ Բայց չէ, դուք մտածում եք ձեզ հերթը չի հասնելու։ Հասնելու է։ Հասնելու հերթով է գալի ինքը։ Քանի որ ինքը ունի գեր նպատակ, մեր ազգի մեջից արմատախիլ անել դավանաբանությունը, որ մենք որպես ազգ չհասկանանք, մենք ով ենք, որտեղից են գալի եւ ուր են գնում, ինչ ենք ուզում մենք այս կյանքից, որպես ազգ, որպես էթնոս, որպես պետություն, որպես երկիր։
Ունենք արդյոք մենք պատմություն, չէ՞ չունենք։ Ջնջում է հայոց պատմությունը դասագրքերի միջից։ Ես չեմ զարմանա, թե հայոց պատմության այն նախկինում տպված դասագրքերը բոլորը հավաքվեն եւ մեծ խարույկի շուրջ այրեն։ Ու Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմով շուրջ պար բռնի այդ խարույկի շուրջ։ Ժողովուրդը լայք ու սրտի կա շռայլելու։ Այդ դրա համար ասում եմ, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ։ Հիասթափվել եք ումից։ Ռոբերտ Քոչարյանից լավ եք արել։ Սերժ Սարգսյանից լավ եք արել։ Ես էլ եմ հիասթափվել։ Բա ինչ եք առաջարկում, այդ հան տեղներս փորենք, պարկենք, ինչ մեռնենք։ Հա? Որպես ազգ վերանանք այս աշխարհի վրից։ Շատ շուտ եմ ասել, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը։ Իրանք հարատև կյանք չունեն, որ ամեն անգամ սենց մի հատ պոռնոգրաֆիկ իրավիճակում մեզնից շատերը հղումն անեն իրանց վրա։ Ասեն մեզ փրկեք։ Գողը, որ մտնում է ձեր տուն մարդասպանը, դու առաջինը դու պետք է քայլ ձեռնարկես, չէ՞։ Բարձի տակից մի բան հանում ես, կրավատի տակից մի բան հանում ես, տենում ես բան չկա, մի հատ արագ հիշում ես ինչ-որ ջահել վաղտվա նայած կինո, խուժան կինո։ Խերը թարամ կողմ ես դրա բերանը։ Կայնած վիճակում, որին խեղդվի։ Չէ՞, դու ես ինքնապաշտպանվում։ Բա համի մեր ազգային մենտալիտետը էս բոզի տղեն պղծմա։ Մի քիչ ճոխ չի հույսերս դնենք, որ մեզ պետք է Իշխան Սաղաթելյանը կամ չգիտեմ, ինչ-որ իմպիչմենտը պետք է մեզ փրկի։ Եկեք մենք ազգովի հասկանանք ինչ ենք ուզում անենք։ Ու անենք։ Մի հատ շատ հին խոսք կա, չէ՞ ասма, խելոքը միջև մտածում առուն ոնց թռնի, գիժը գալի լոնքը թռնում անցնում։ Օղորմածիկ տատս էր ասում։ Օղորմի։ Գժի հետ գժի ձևով։ Անցանք այդ թեման։ Facebook-ում կարդացի, որ վաղը Լեննագանի Գյումրվա ինչ-որ տոնակատարություն է վաղը։ Տոլի քաղաքի օրա, տոլի ձենգորը, տոլի Գյումրիում տոնակատարությունը։ Հիմա գուզեմ ես լայվի վերջի մասով ես հատվածով դիմեմ մեր թասիվով գյումրեցիներին։ Նախապես ներողություն խնդրելով, որ ձեր բարբարին այդքան լավ չեմ տիրապետել։ Հարգելիներս, Միքայել Սրբազան Աջապահյանին ձեզնից շատերը հարգում էին, սիրում էին, մի մասը չէր սիրում, չէր հարգում, բայց մեր այսօրվա իրականության մեջ մենք ունենք մի փոքր հույսի շող։ Ինչ առումով հույսի շող, բացատրեմ, որ Գյումրիում քեպեն պարտվել է։ Գյումրիում բոլորիս պատկերացրած իրականության մեջ, չեմ ասեմ իրականում ոնց է, որտեղ կարող է սխալվեմ։ Քաղաքապետի պաշտոնինա ոչ ՔՊԱ-ական Վարդան Ղուկասյանը։ Հիմիկ դիմում եմ քեզ, Վարդան Ղուկասյան։ Կարաս դու իրավունք ունես իմ ես եթերը չնայես։ Դու ես իրավունք ունես իմ բառերը ոչ մի բանի տեղ չտնես։ Դու իրավունք ունես ընդհանրապես ասես դոապճն դու ով ես որ մի հատ լնձի բան կսես, կհորդորես, ինչ որ խնդրանքով կդիմես։ Դրա իրավունքն ունես, մարդկային առումով ունես, բան չունեմ ասելու։ Հարց չկա։ Բայց վաղը Գյումրիում անցկացվելու է ինչ-որ տոնակատարություն, թե չէ։ Հե՞, նենց հետարքիր անձի։ Որպես հայ է հետարքիր։ Այսինքն, Շիրակի թեմի առաջնորդը այսօր Նիկոլ Փաշինյանի, այն որ դու կգռլես է Վարդան Ղուկասյան։ Գյումրվա քաղաքապետ Վարդան Ղուկասյան։ Այն որ կսես դա անբարոյական նով է, որ դրանք ով են, որ ընձել մի հատ ուղղություն ցույց տան։ Քո բառամթերքն է։ Նշելով ոչ անձնավորված Նիկոլին ու ՔՊ-ին։ Ճիշտ է, ճիշտ է։ Վաղը Գյումրիում ինչ-որ տոնակատարություն բդիլնի։ Դու որպես Գյումրիի լեգիտիմ, կրկնում եմ, լեգիտիմ քաղաքապետ, որը ընտրվել է ընտրության արդյունքում, որը անցել է բոլոր նորմերին համապատասխան եւ ժողովրդավարության բաստիոն հայաստանյան իրականության մեջ, ճիշտ է, ճիշտ է։
Այսօր կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդը։ Շիրակի թեմ Գյումրի, ճիշտ է, ճիշտ է։ Հիմի բարոյական, մարդկային եւ բոլոր առումներով որքան արդարացի կլինի, որքան մարդկային կլինի, որ այսօր կալանքի է տանում մեխում չէ, այսօր կալանքի են, 2 տարի կալանքի են ուղարկում Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Աջապահյան Միքայելին, վաղը Գյումրիում պիտի տոնեն տոնակատարություն, այտենց սալյուտ խփելու եք, եթե տոնակատարությունը անցկացվի, բայց ես հույս ունեմ դու ականջալուր կլնես ու այդ տոնակատարությունը կասես, չգիտեմ, երկիշները գրիպ էին ընգե, մինին գիտով պարկելային տունը, չկար այդ միջոցառումը չէ, ես որպես քաղաքապետ կորոնավիրուսը եկա մտավ Գյումրի, հենց երեք, թշնի գրիպ, խոզի գրիպ, հավի չոմոլա, Գյումրի մտավ, մե բնասա, կատես տարբերակ, քիչ է որ, Վարդան Ղուկասյան Գյումրիվա քաղաքապետ, դու ասում ես, չէ, որ Գյումրիում ասողը դու ես, ճիշտ է, հիմի ես քեզ խնդրանք հորդորով դիմում եմ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ, որպես մարդ, ով ՔՊ-ի չընտրվելու վերաբերյալ ինք իրան մեջտեղից ճղել է ընտրություններից առաջ։ Կռնաս այդքան ննես, կռնաս ցանկության դեպքում, դե հայտարարի։ Եթե վաղը Գյումրիում, ես գիտեմ, հիմի շատ են վեկալամի վրա, բայց էսի սպառնալիք չի։ Եթե վաղը կոպիտ օրինակ եմ բերեմ, առանց վիրավորելու որևիցե մեկին։ Տես ինչի չեմ ասում Գյումրիում ինչ-որ մեկը մասնակցեց տոնակատարության, որովհետև Գյումրիի մի մասը, գյումրեցիների մի մասը, միգուցե որպես տարբերակ, այն իմ ասած 5 կատեգորիայի մեջ են մտնում, այսինքն ուրախացել են Միքայել Սրբազանի ձերբակալմամբ, բայց մի քանի տարի առաջ կամ մի քանի ամիս առաջ իրանք Միքայել Սրբազանի աչքն են համբուրել եւ ասել են Աստված օգնական Սրբազան հայր։ Իրանք շուտ մոռանում են այդքանը։ Ես դրա համար չեմ ասի գյումրեցիները պետք է չմասնակցեն տոնակատարությանը, ոչ։ Էդի գիտեք ոնց, հա, ոնց որ տոնակատարություն ժանտախտի ժամանակ։ Ժանտախտ բառից բոլոր իմաստներով։ Մի ողջ թեմի առաջնորդի Նիկոլ Փաշինյանը շինծ ու քրեական գործով տանում է կալանքի, այսինքն 422, եթե սխալ չեմ հիշում, 422-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանք էր առաջադրվել, բայց մեղադրական դատավճիռը կայացվեց 442-րդ հոդվածի առաջին մասով։ Եթե չեմ սխալվում, հոդվածի այդ բանը համարակալումը չեմ սխալվում, եթե դες մի բան կարդացել եմ Facebook-ում։ Անես որ Ռուբեն Մխիթարյան քեզ էլ եմ դիմում։ Այն որ վիդեո էր նկարի ասում էր քնձախ։ Ձեռս առնեմ սրան, լավ է սանամ։ Որ լոզունգով էր հանդես գալի, ասում էր մենք միասին պետք է մեր հայրաքաղաք Գյումրին կառուցենք։ Գյումրին Հայաստանի հայրաքաղաքն է։ Թե եկեք մի քանի տղով կպեք իրար, չեղարկեք այդ տոնակատարությունը, հիմքը ունեք որպես հայ, չի գալի տոնակատարություն կազմակերպել Գյումրի քաղաքում, այն դեպքում, երբ որ դրա նախորդ երեկոյան կալանքի են տարել Շիրակի թեմի առաջնորդին, հանիրավի դատավճռով, սխալ չեմ ասում, չեմ մարդկային առումով, դուք այդքանը հասկանում եք, դուք այդքանը գիտեք, այդքան չեմ ասի դուխ, որտև դուխ բառը ես չեմ սիրում 18 թվից եսքում, եթե դուք այդքանն անեք, իմ կողմից ես կմտնեմ ուղիղ եթեր կասեմ տղեկ շնորհակալություն ձեզ ու անձամբ քեզ Վարդան Ղուկասյան, Գյումրվա քաղաքապետ, որ չեղարկեցիր տոնակատարությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի դատական համակարգը այնքան մտածված է Նիկոլ Փաշինյանը, որ ինքնես դասավորեց, որ դատավճիռը կարդացին
Գյումրվա այդ քաղաքի օրվան նվիրված տոնակատարության նախորդին, ճիշտ է։ Քաղաքապետին դնելով 2 քարի արանք, որ եթե Վարդան Ղուկասյանն ասի, չէ, չենք անում Գյումրվա տոն, կասի տեսեք, ձեր լեգիտիմ քաղաքապետը չի ուզում, որ մեր ժողովուրդը ուրախանա նորագույն Հայաստանում։ Եթե անի, հա, Վարդան Ղուկասյան, ճոգում ես 2 քարի արանքն ես։ Եթե անի, կասի նայեք, իրար, Էսես մարդ գոյություն չունի, մի ողջ թեմի առաջնորդի դատարանը տարավ կալանքի, իրանք տոնակատարություն են անում։ Հիմի որոշումը մնում է ձեր վրա, Վարդան Ղուկասյան, Ռուբեն Մխիթարյան, Մարտուն Գրիգորյան, չէ՞։ Պատիվ ունեմից, եթե չեմ սխալվում։ Կարաք տղավարի մի հատ որոշում կայացնեք։ Տղավարի ու առանց վախենալու հիմնավորեք։ Այ օրինակ Գյումրվա ընտրություններից հետո ես մտածում եմ այդ կայծը կարող է գա հասնի Երևան, չէ՞։ Հիմի սարքեք այդ կայծը։ Քանի որ մարդը նույնիսկ 2021 թվականին Նիկոլին ձեն տալով երբևիցե չի պատկերացել, որ Նիկոլ Փաշինյանը սրբազան կտանի կալանքի։ Այդ հայը, ով ինად անելով Քոչարյան Ռոբերտին ձենատվել Նիկոլ Փաշինյանին, երբևիցե չի պատկերացել, որ դասագրքերում Մեսրոպ Մասոցի փոխարեն QR կոդ կլինի։ Հավատացեք, Նիկոլից հիասթափված հայերի քանակը շատ ու շատ է։ Շատ, քան պատկերացնում ենք բոլորս, այդ թվում նաև ես։ Մի փոքր կայծապետ, կայծ։ Հելեք հայտարեք, ասեք, մենք որպես քաղաքապետ ընտրված կամ քաղաքապետի տեղապահ, չգիտեմ, ոնց է կոչվում, առաջի փոխնախագահ չէ, փոխքաղաքապետ, հա։ Մենք հասկանում ենք, որ պիտի արվի Գյումրվա տոնակատարություն, բայց մենք բարոյական առումով չենք գնում այդ քայլին, քանի որ երեք ապօրինաբար ձերբակալվել է Միքայել Սրբազան Աջապահյանը։ Կանեք այդքանը։ Մենք չենք թելելու Նիկոլ Փաշինյանի թելը։ Մենք չենք տրվելու Նիկոլի պրովոկացիային։ Կանեք այդքանը։ Ես էլ կասեմ մալադես տղեկ։ Այդ կայծը թող Գյումրուց բռնկվի։ Դժվար չի։ Վաղն էլ գործի չեմ էթա։ Պետք եղավ ամբողջ օրը ասենց հեռախոսը կդնեմ Զարյատկի, կմտնեմ ուղիղ եթեր, կգռլեմ Նիկոլին, կպաշտպանեմ ձեզ։ Մի թերմոս կոֆեկ սարքեմ, կդնեմ կողս, մեկա ցելյորես կոֆե եմ խմում, հաց էլ չեմ ուտում։ Կպաշտպանեմ ձեզ։ Ու որ մի իշխանական թևի ներկայացուցիչը կամ ներկայացուցչական մարմին էլի, անկոտելի Նիկոլ Փաշինյան, ոնց որ մտես սեքս շոփ, մտած չկամ կյանքից մեջ, ու ասեք տվեք ինձ Ռոմանոս Պուպուլիկ, հեծի տնորեն, կփորձի քար նետել ձեր արած քայլի ուղղությամբ, ես այդ մարդու տունը տեղը կսարքեմ սեռական պոլիգոն, էդի ձեզի խոսք եմ տալեմ, ջոգեք, խասկցանք իրար։ Մի հատ լենագանցի ընկեր ունեի, Վարդան Ղուկասյան, Ռուբեն Մխիթարյան ու հարգելի գյումրեցիներ ջան, անունը Արա էր, բարիս բուն իմաստով։ Մենք ներվեց շատ էի խաղամ, ասում էր, ծոհապ ջան խելոք պնա մեռնեմ գլխու դխկու ծխկին էլի։ Հիմա ես կուզեմ Արայի պես թասիբ ունենաք դուք։ Չնշեք տոնակատարություն, որը արդյունք կհանդիսանա, կներկայացվի Նիկոլի կողմից 2 ձևաչափով, կրկնում եմ, որ Գյումրվա ընտրված ձեր լեգիտիմ քաղաքապետը չունի բարոյականություն, դե Նիկոլը մանիպուլյացիայի բանա չէ, վարպետ է, կասի, այ օրինակ ձեր ընտրած քաղաքապետը չուներ բարոյականության սկզբունք, այս քաղաքական պուտանկ են։ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդին դատարանը տվեց կալանք, իրանք տոն են նշում։ Երկրորդ կասի չի ուզում, որ ձեր լեգիտիմ քաղաքապետը չի ուզում, որ ժողովուրդը ֆեստիվալ անի եւ ուրախանա։ Ինչ Նիկոլ Փաշինյանը կարող է այդքան անի։ Երևի այսօր այսքանը։ Իսկ այն մարդկանց, ովքեր
կներեք։ Smiley, հա, խնդալու, սրտիկ, լայք, շռայլել, նման տեսանյութերի տակ, էլ եմ ասում, ձեզ չեմ վիրավորի, ոչ էլ կոպիտ խոսք ասեմ, բայց այս տեմպերով վաղը երբ որ ձեզ հարցնեն, դու ինչ ազգ ես, մեկ այլ երկրում, մեկ այլ ձևաչափի մեջ, մեկ այլ ազգի ներկայացուցիչ, դու որ ասես հայ եմ, այդ նույն ազգը, ով այսօր լուրերով, տարբեր լրատվամիջոցներով նայում է, թե ոնց է մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած պոռնիկի տղեն, ասում է, թողա, կաթողիկոսը տենա, ես թելպատված եմ, թե չէ, ցույց եմ տալի REN-TV-ով ասում են, ռուսական ալիքով, ցույց եմ տալի, թե ոնց է Հայաստանի կներեք, Ադրբեջանի ազգային անվտանգությունը հարձակվում Վեհարանի վրա, կոտրելով Վեհարանի դռները։ Այդ նույն ազգը, երբ որ դու ներկայանաս որպես հայ, հարգելի լայք դնող, սրտիկ դնող հայ, հարգելի, թոտես ձևաչափ լինի, քեզ ասելու, հա, դու այն ազգի ներկայացուցիչն ես, որտեղ Միքայել Սրբազան դատեցին, հա, արքեպիսկոպոս դատեցին, դու զեն չէիր հանում, հա, առավել եւս սրտիկ էիր դնում, դու այն ազգի ներկայացուցիչն ես, որ ում վարչապետը ասում էր Սրբազան, արի մի հատ գնա քերուտ կնգան դոմփի, դու մտնում սրտիկ էիր դնում, դու այն ազգի ներկայացուցիչն ես, որ համակերպվեց այն խոսույքի հետ, երբ որ քո վարչապետի երեխաների մայրը ասեց, որ դուք ունեցել եք 11,000 դավաճան, դու այն ազգի ներկայացուցիչն ես, որ ում վարչապետը գնաց Սյունիքում արժանացավ ողջույն բոզի տղատիթոսին, ու սենց թվարկի, մի քանի բան, ինչ որ տեսել է ինքը լուրերով, ու երբ որ դու կփորձես արդարանալ, խոսել, քո դիմացինը անկախ իր ազգությունից, անկախ իր պատմամշակութային ժառանգությունից, որը ինքը որպես էթնոս ունի կամ չունի, քեզ ուղղակի սենց կիսածիծաղալու հեգնանքով նայելու է քո դեմքին ու ասի, գնա քո կայֆերով ապրի, գնա մինչև միտեղ կընկնես, ոտդ կխփես քարին կմահանաս ու գերեզմանիդ վրա կգրեն, մահացավ հանուն ոչնչի, քանի որ ժամանակին չհասկացավ ինչ է նշանակում ազգային ինքնասիրություն, ազգային մենթալիտետ, պատմական ժառանգություն, եկեղեցու հոգևոր ժառանգություն, այլ ոչ թե եկեղեցականների անհատականությունների ինչ-որ քննություն, պախարակում, էլ եմ կրկնում, ես կարամ չսիրեմ հոգևորականների հալալ կեսին, բայց որ մեկը կփորձի քար նետել իմ կրոնի, իմ եկեղեցու նկատմամբ, նրա լավը կքունեմ ես։ Առայժմ այսքան է, բարի գիշեր։ Ամեն մեկը ինքն է որոշում։ Ինձ ձևաչափ ընտրի ու հետո վաղը ինքը ինձ ձևաչափով ներկայանա մեկ այլ ազգի, մեկ այլ պետության ներկայացուցիչի։ Հետո գոռա, որ ինքը առաջի քրիստոնյա ազգն է։ Բայց սրտիկ ու լայք հաշռայլում, երբ որ արքեպիսկոպոս են տանում կալանքի։ Ստեն ասեք, գժվեք ապխոդա, լավ մնացեք, երևի այսքան է, ոչ թե երևի էլ հազատ այսքան է, բարի գիշեր բոլորիդ։